Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մայրաթոռայցը մեծ լարվածություն է առաջացրել։ Նրա հրապարակած տեսանյութերում երևում է, որ այցելել է Էջմիածնի մայրտաճար, մոմ վառել, լուսանկարվել մարդկանց հետ։ Նկարահանումները ցուցադրական տեսարաններ է անվանել մայրաթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը։ Ասել է, որ մայրտաճարը բաց է բոլոր այցելուների, այդ թվում ազգային ժողովի նախագահի համար, բայց նկարահանումը մայրտաճարում տեսագրության համար սահմանված կարգի շրջանցումով է արվել, ինչը խիստ անընդունելի է։ Տաճարում պետք է աղոթել, ոչ թե կազմակերպել ցուցադրական տեսարաններ։ Տեր Եսայի Քահանա Արթենյանին չափազանց կոպիտ է պատասխանել Ալեն Սիմոնյանի խոսնակը։ Մովսես Հարությունյանը քահանային առաջարկել է 7 անգամ մտածել խոսելուց առաջ։ Առաջարկում եմ մայրաթոռի տեղեկատվական կենտրոնի տնօրենին հաջորդ անգամ 2-3 կամ անհրաժեշտության դեպքում նույնիսկ 7 անգամ մտածել խոսելուց առաջ, կամ եթե ինչ-ինչ պատճառներով այդ ունակությունը չկա, ապա կխնդրեմ ուղղակի լռել։ Սկսել հանրային քննարկում ցուցադրական տեսարանների եւ մայրաթոռում շրջանցված կարգերի վերաբերյալ հաստատ չի բխում իր շահերից։ Տեսանյութի հրապարակումից հետո քննադատությունների թիրախում է հայտնվել նաև Սիոն arczepiskopos Ադամյանը, Արմավիրի թեմի առաջնորդը, որ երևում է Ալեն Սիմոնյանի հրապարակած կադրերում։ Վաղար շաբաթի տոնին մասնակցելու համար է նա այնտեղ եղել եւ ըստ տեսանյութի զրուցել է ազգային ժողովի խոսնակի հետ։ Ավելի ուշ պարզաբանել է, որ իբրև Արմավիրի թեմի առաջնորդ ի պաշտոնե միշտ էլ մասնակցում է թեմի տարածքում կազմակերպվող կարևոր միջոցառումներին, անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմության։ Բացառություն չի եղել նաև վաղար շաբաթի տոնին, քաղաքի հիմնադրման 2710-ամյակին նվիրված միջոցառումը։ Ցավում եմ, որ Արմավիրի թեմի առաջնորդի հանգամանքով իմ մասնակցությունը նման մեծամասշտաբ միջոցառմանը մեկնաբանվեց քաղաքական նախընտրության տիրույթում։ Ցանկանում եմ ընդգծել, որ եպիսկոպոսատ ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը։ Վաղար շաբաթի իշխանական քաղաքապետը ավելի ուշ լրագրողներին պարզաբանում է տվել։ Պարոն Սիմոնյանը իր աշխատանքը իր այցը մի փոքր ուշ է եղել եւ ինքը նույնպես ցանկություն է հայտնել ծաղիկներ խոնարհել եւ ես ու մարզպետը սիրով նորից ուղեկցել ենք իրեն այնտեղ։ Արգիշտի Մեխակյանը ըստ էության հաստատել է, Ալեն Սիմոնյանը քաղաք է հասել տոնական միջոցառումների ավարտին, տեսանյութերին ավելի ուշ մոնտաժով են ավելացվել նրա կադրերը։ Լարա Արաքելյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։